է մնացել, շուտով ընտրություններ են։ Չեք կարծում, որ ժամանակն է վարչապետի ձեր թեկնածուի անունը հրապարակել։ Դեռ ոչ, ժամանակ։ Ինչու որ է մնացել։ Որ ժամանակը համար ավելի հարմար չի լինի եւ շատ հարմար կլինի։ Սա հաշվարկած համար են քվեարկելու։ Ծառուկյանի համար են քվեարկելու, Ծառուկյանն ժողովրդին իր պատասխանը կտա։ Պարոն Ծառուկյան, օրորի ավելի սաստկանում է սահմանափակումների արտահանման, տնտեսվարողները մարդիկ կանգնել են անելանելի վիճակում, ինչ ելք եք առաջարկում։ Ես առաջարկի ասել եմ, ես դա մեկ ամիս առաջ եմ ասել, որ այսօր հարկավոր է քայլեր ձեռնարկել, որտեղ տնտեսությունը, ես նորից եմ ասում, դա չի լինում իշխանամետ կամ ասենք թե անդիմադիր, տնտեսությունը կամ զարգանում է կամ քանդում է։ Այսօր բերել են արդեն քանդման եզին անդուտի վրա կանգնացել են, բոլոր ասենք թե վարկերի տակ, աշխատողների աշխատավարձ, որ չգիտեն ապրանքը թափում են, այսօր հայտարարում են ավելի այլ ընտրանք ունեն։ Ձեր ցավը տանեմ, կարամ գրեմ ստորագրեմ, 10 տարի նրանք չեն կարող այլ ընտրանք ստեղծեն, ժողովուրդը տուժելու են, սննկանալու են, աղքատանալու են, քանդվելու է, վերանալու է։ Այս իմ ասածին դեմ, կվստահեն, կտան, մի օրում կբացեմ համարժեք, հարգանքով կանաչ ճանապարհ բոլորի համար։ Ծառուկյան, արած ցեմենտի մասով եմ ուզում հարցնել, դուք տեղյակ եք կառավարիչ նշանակելու մասին, կա խոսակցություն, նշանակել եք, գիտեք, վարչապետ Փաշինյանը պետականացման մասին է, որտեղ ինչ գործընթաց կա։ Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, միայն լսել եմ, ասել եմ, ես էլ ասել եմ, որ ես հիմնականին խոսելուց, ժողովուրդը որ ավելի ասենք թե ընդունել եմ դառը, հասկանալի խոսում են, ինքը լիարժեք նայելով, հարցումներ անելով, դրա համար ինքը ունի ցելլար, չգիտեմ, 25 տարվա գործան առել եմ։ Տեղը տեղին կազմակերպել եմ, ներդրումն արել եմ, հարկերը տալիս եմ, ամսական 500 միլիոն հարկ եմ տալի, 1400 մարդ պահում եմ, այսօր շինարարության կառուցելու, սարքելու համար որևէ դիտողություն, բացթողում չկա։ Ինչ հիմունքների վրա, եթե այսօր խլելով է, այս երկիրը կարա զարգանա, ոչ թե մի մարդ, էլ այս երկրում փոքր դին, իմ ճիշտ խոսալու, տեղը տեղին ասելու համար, դա համար ասենք թե բանեն անում, որ պետք է խլենորեն կառաջ բոլոր հավասեն, կա տենց օրենք, իրանց ցավներ տան։ Այսինքն դուք չեք կարծում, որ խախտումներով է եղել սեփականաշնորհման գործը։ Ասիկ խախտումը ո՞րն է այդ, դու գնացեք մի հատ վերցեք նայեք։ Դատախազությունն է փնտրում դրա համար։ Դե դատախազությունը փնտրում է, թող փնտրի, ես ասում եմ այն ժամանակ Շվեյցարիայից է եղել առաջի մարտը, որ պետք է գար, եկել է ներդրման համար, տեսել է գործանի վիճակը, վախից թող է գնացել է, առաջին եղել է, գործան եղել է պարտքի տակ, 7 միլիոն դոլար գազի համար, միլիարդ 900 միլիոն հարկեր պետք է տար, հոսանքի փող տային, աշխատավարձ տային, այդ սաղ արել ենք, ինչի տակ ստորագրել են, մեկին 10 ավելացել ենք, հիմա ամսի 22 թվականից էլ մոտարապես 20-25 միլիոն ներդրում եմ արել, որ այսքան շինարարություն, այսքան պահանջարկը սարքենք, կառուցենք, զարգացնենք։ Ես սարքող, կառուցող մարդ եմ, ես քանդող բռնող չեմ։ Պարոն Ծառուկյան, հարակից հողերի մասին էլ այսօր դատախազությունը, որ այսպես ասած ձևական աճուրներով են այդ հողերը։ Ուրեմն ով որ ներողություն, թող դատախազություն, թող դիմեն իրար սավը տանեմ, ես աճուր սարքող եմ, համայնքատիրությունն այդ թող էտան պատժեն, ներկայացել են մասնակցի առել եմ, եթե ես իմ թիմով արած լինեի, դա ուրիշ արել է համայնք, արել է, մենք էլ արել ենք։ Վերադարձի հայց է ներկայացվել։ Ինչ որ։ Պատրաստում եք դատարանում մինչև վերջ, այսպես ասած, պայքարել, թե կվերադարձնեք պետությանը։ Հարակից հողերը վերադարձնելու հայց է ներկայացվել։ Ես նորից եմ ասում, եթե դա անօրինական է, խնդրեմ, հարց չկա, բայց եթե համայնքը ներկայացել է աճուրդ, տենդեր, մենք մասնակցել ենք, ես კი խաբարել չեմ, գնել ենք, ինչն է խնդիր։ Հիմա երևի ուզում են դա հետ վերցնեն, որ ադրբեջանցիները կանց եմ զավոտ էլ դնեն, թողան օրենքի առաջ բոլորը հավասար։ Պարոն Ծառուկյան, իսկ բանավեճին առաջին համարների դուք մասնակցելու եք։ Քանի որ հանդիպումներ ա դրած, դրա համար չգիտեմ։ Ամսի 4-ի մասին է խոսքը երեկոյի։ Դե ամսի 4-ին մենք հանդիպում Երևանում ամենամեծ մեր հանրահավաքն է։ Պարոն Ծառուկյան ժամանակ չեմպիոն է լավ։